Ազատության հրապարակում հանրահավաքը ի պաշտպանություն բռնի տեղահանված արցախցիների վերածվեց նստացույցի հրապարակում վրանի մեջ կմնան, մինչև իշխանությունը կատարի իրենց պահանջները։ Օրակարգում է Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման պահանջը, Արցախի մշակութային ժառանգության և մասնավոր սեփականության պաշտպանությունը։ Ազատության հրապարակում աշխատում է Գայանե Սարիբեկյանը, ուղիղ կապ ենք հաստատել նրա հետ։ Գայանե, բարի երեկո, խնդրում եմ պատմես ինչ է այս պահին տեղի ունենում Ազատության հրապարակում։ Բարի երեկո Անուշ, Ազատության հրապարակում նստացույցը շարունակվում է, արցախցիները տեղադրել են վրանը և նրանք այսօր իրենց 12 պահանջները ներկայացրեցին Հայաստանի կառավարությանը և պայման դրեցին, որ մեկ շաբաթ այստեղ նստացույց կանեն, մինչև իրենց հարցերին պատասխանեն, իսկ ավելի կոնկրետ իրենց հետագա քայլերի մասին կխոսեն երկուշաբթի։ 12 պահանջներից մեկն օրինակ վերաբերում է Արցախ վերադառնալու իրավունքի հարցին, նրանք պահանջում են, որ այս հարցը կառավարությունը իր օրակարգում պահի, ինչպես նաև միջազգային ատյաններում առաջ մղի։ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին վերադարձնելու քայլեր են պահանջում արցախցիները, ինչպես նաև սոցիալական հարցեր կար 12 կետանոց պահանջագրում, օրինակ բնակարանով ապահովեն արցախցիներին։ Այսօրվա հանրահավաքի օրակարգում հիմնականում կարելի ասել միայն արցախցիների իրավունքների պաշտպանության ու սոցիալական հարցերն էին։ Նրանք մեկ շաբաթ ժամանակ տվեցին կառավարությանը, իսկ թե կառավարության պատասխաններից հետո կամ կառավարության իրենց չբավարարող պատասխաններից հետո ինչ քայլեր կանեն, դրա մասին կխոսեն ավելի ուշ։ Այստեղ հանրահավաքին մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ, այդ ընթացքում օպերայի շուրջ տեղակայված էին ոստիկանական տասնյակ մեքենաներ, ոստիկանական ուժեր էին կուտակված, բայց թե հանրահավաքի, թե դրանից հետո վրանը տեղադրելու ժամանակ որևէ միջադեպ չեղավ քաղաքացիների և ոստիկանների միջև։ Հանրահավաքի օրակարգը, ինչպես նշեցի, սոցիալական հարցերն էին, ես առաջարկում եմ այդ ելույթներից դիտել հատվածներ։ Ասում են արցախցին չի ուզում աշխատել, արցախցի մայրը տանում է իր երեխային մանկապարտեզ, չեն ընդունում, ասում են առաջնահերթություն ունեք և երբ որ մայրը նշում է, որ Արցախից բռնի տեղահանված է, ասում են դա առաջնահերթություն չէ, հեշտ է, չէ՞ մի կողմից ասել արցախցին չի ուզում ինտեգրվել, մյուս կողմից ամեն ինչ անել, որպեսզի չկարողանա ինտեգրվել, ինչպես աշխատի մայրը, երբ դուք նրան դա թույլ չեք տալիս, և ձեզ համար բռնի տեղահանությունը առաջնահերթություն չէ, ի՞նչն է ձեզ համար առաջնահերթություն, հարցնում եմ։ Մեր պահանջները հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների համընդհանուր նորմերի, ազգերի ինքնորոշման անօտարելի իրավունքի, պատմական արդարության և համազգային արժանապատվության վրա։ Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային հանրության տարբեր դերակատարների ուղղված մեր պահանջներն են. Առաջին, նախաձեռնողական, հետևողական և պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը, ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող և այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը։ Այստեղ հրապարակում ձևավորվում է շտաբ, որը գործելու է ամենօրյա ռեժիմով, ինչպես նաև հաջորդիվ ակցիաներ են տեղի ունենալու Հայաստանի Հանրապետության կառավարության մոտ, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված տարբեր դեսպանատների մոտ և մեր այսօրվա հանրահավաքի մեկնարկը ունենալու է իր նպատակային և տրամաբանական շարունակությունը։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, միանշանակ այս պայքարը, եթե մեր սոցիալական խնդիրները չլուծեն, մեր կանայք ու երեխաները մնան փողոցներում, այս խնդիրը, այս պայքարը ուզենք չուզենք, դառնալու է քաղաքական պայքար։ Սա մեր հայ լինելու, հայ ապրելու հարցն է, սա մեր արժանապատվության հարցն է։ Բոլորից կոչ եմ անում, այսօրվանից հայտարարությունը արդեն եղել է, մնալու եք ստեղ այնքան ժամանակ, հետագա գործողությունների ընթացքն իրականացնելու համար։